Բաքվում գերեվարված Դավիթ Բաբայանը ահազանգում է հայ գերիների առողջական խնդիրների ու ոտնահարված իրավունքների մասին։ Եվ ասեմ, որ միայն իմ մոտ չէ առողջական խնդիրներ։ Մի շարք մեր ընկերների մոտ իրոք ուրջ առողջական խնդիրներ կան։ Թե կոնկրետ առողջական ինչ գանգատներ ունեն, 3 տարի Ադրբեջանում բանտարկված Բաբայանը չի մանրամասնել։ Արցախի նախկին արտգործնախարարը ավելի մանրամասն խոսում է վերաքննիչ դատարանում բողոքի քննության մասին։ Առաջին ատյանի որոշումը, որով Բաբայանը դատապարտվել է ցմահ ազատազրկման, վերաքննիչը ուժի մեջ է թողել։ Դե ինչ դատավարություն, սա մի թատրոն էր, որի սցենարը գրված էր նախորդ։ Դավիթ Բաբայանը հայտնում է, որ ցմահ ազատազրկում նախատեսող եւս 2 հոդված են ավելացրել իր դեմ, որի մասին նոր է տեղեկացել։ Օրինակ ինձ ավելացրել են 2 ցմահ հոդվածներ, որը չկար։ Երբևիցե որևէ անգամ չէր հիշատակվում ամբողջ դատավարության ժամանակ առաջի ատյանի։ Բայց ես դա տեսա, երբ որ մեզ տվեցին արդեն դատավարությունը ավարտելուց հետո, մի շաբաթ հետո, այսպես կրճատ գրություն այդ ամենի։ Հասկանում եք, սա անթույլատրելի երևույթ։ Որ գործերը շինծու են հորինված, Արցախի նախկին արտգործնախարարը սեփական օրինակով է ներկայացնում։ Նրան օրինակ մեղադրում են Ադրբեջանում իշխանությունը տապալելու համար։ Մասնավորապես ինձ ցմահ նշանակել մի հոդվածով, որի ես փորձում էի տապալել այստեղ իշխանությունը, որի կերպով սաղցել իշխանությունը այս երկրում, սահմանադրություն տապալել եւ այլն։ Հիմա ես հարց եմ տվել այդ քննարկումների ժամանակ, արդյոք կա որևէ ապացույց, որ ես լինելով այստեղ մասնակցել եմ ձեր իշխանության համար պայքար։ Եթե այդպես է, ուրեմն պիտի ամբողջ ձեր երկրով մեկ ինձ ունենայի համախոհներ, ինչ-որ կազմակերպության բջիջներ եւ այլն։ Իհարկե որևէ պատասխան չկա։ Եվ ինչն է հետաքրքիր, որ տալիս են ցմահ, բայց մեկ անգամ դեպ ոչ հետաքննության ընթացքում, ոչ էլ առաջացանի դատարանի դատավարության ընթացքում, ոչ այստեղ նման հարց չեն տվել։ 20 տարուց մինչև ցմահ ազատազրկման դատապարտված 19 հայ գերիները ադրբեջանական դատարաններից օբյեկտիվ դատաքննության ակնկալիք չունեն։ Բոլոր ատյաններում անցնում են, որ հետո դիմեն միջազգային դատարան։ Հայերից միայն նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն է հրաժարվել վճիռը վիճարկել եւ առայժմ միայն նրա գործով է հաջողվել մարդու իրավունքների եվրոպական դատարան գանգատ ներկայացնել։ Երբևէ զինվորական պաշտոն չզբաղեցրած ու ընդամենը 4 ամիս պաշտոնավարած Ռուբեն Վարդանյանին Բաքուն մեղադրում է մի շարք ծանր հանցանքների, այդ թվում Ադրբեջանի դեմ պատերազմ ծրագրելու, նախապատրաստելու եւ իրագործելու ահաբեկչության ֆինանսավորման մարդկանց տեղահանելու համար։ Հետաքրքիր իհարկե զարգացումներից է նաեւ այն, որ այստեղի պաշտպաններից մեկը հայտարարել է, որ չեն ուզում իրենք որպեսզի գործը հասնի միջազգային դատարան, որովհետեւ մեղադրանքների ավելի քան 95%-ը շինծու է։ Անգամ դատավճիռները ադրբեջանական կողմը չի փոխանցում գերիների ընտանիքներին ու իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանին։ Արցախի ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը դիմել էր նույնիսկ Ադրբեջանի ու Հայաստանի մարդու իրավունքների պաշտպաններին, որ ստանան ու փոխանցեն իր ընտանիքին, բայց Անահիտ Մանասյանն արձագանքել էր, որ այդպիսի լիազորություն չունի։ Այդ դատավճիռները պահանջում են միջազգային ատյաններ հասնելու նպատակով։ Սիրանուշ Սահակյանն անցած շաբաթ ասաց, որ առանց դրա էլ բոլոր գերիների գործերով կդիմի Եվրադատարան։ Հաշված օրերի ընթացքում պաշտոնապես կդիմեն, Ազատությանն այսօր ասաց իրավապաշտպանը։ Միեդի մասով կարող եմ նշել, որ նախապատրաստական աշխատանքները գրեթե ավարտական փուլում են, հաշված օրերի ընթացքում մենք պաշտոնապես կդիմենք եւ նաեւ իհարկե վերլուծական փուլում հստակ պատկերացում կձևավորենք, թե ինչ լրացուցիչ մեղադրանքներ, հոդվածներ են ավելացվել եւ որ փուլում է դա տեղի ունեցել։ Ավելի ուշ հնարավորություն կունենամ նաեւ մեկնաբանել այդ հարցին։ Միջազգային ատյաններում գերիների ներկայացուցիչը դեռ մանրամասներ չգիտի, թե Դավիթ Բաբայանի գործին ինչ նոր հոդվածներ են ավելացրել։ Առողջական խնդիրներ ունեցողներն էլ պատշաճ բուժօգնություն չեն ստանում, ասաց։ Արցախի նախկին պաշտոնյաներին ու մյուս գերեվարված հայերին առաջադրված մեղադրանքները անհիմն են, գործերը շինծու։ Քաղաքական պատվերով են հետապնդվում, ոտնահարվել են նրանց արդար դատաքննության ու տարրական այլ իրավունքներ։ Մշտապես ահազանգում է իրավապաշտպան Սահակյանը։ Այս բոլորը մանրամասն ներկայացնելու է մարդու իրավունքների եվրոպական ատյանում։ Չեն
չեն թողում, որպեսզի ելույթը շարունակեն, կտրում էին, խանգարում էին, ընդհանուր առմամբ այսպիսին է։ Մարդու իրավունքների կոպիտ խախտումներով հայտնի Ադրբեջանում հայերի դատավարություններն ընթանում են փակ, առանց միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների ու անկախ լրագրողների։ Նրանք 1 տարի է կատարյալ մեկուսացման պայմաններում են, ինչ փակվել է Բաքվում Կարմիր խաչի միջազգային կազմակերպության գրասենյակը։ Հարազատների հետ միակ կապը հեռախոսազանգն է ադրբեջանական հսկողությամբ։ Իմացեք, չնայած նստած ենք, բայց տնկաչոք չենք։ Պինդ եղեք,